Բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներս, եւ այստեղ է կրկին ու կրկին անգամ ասում շնորհավոր ապրիլի 7, ճիշտ է ես առանցին փոքրիկ տեսահոլովակով շնորհավորել եմ, որովհետեւ դուք էլ ավելին եք արժանի եւ քանի որ ինձ Facebook, Instagram այդ կայքերով էլ եք շնորհավորում ու ես չեմ կարողանում բոլորիդ անձ շնորհավորել, մի խոսքով գիտեք, որ ես բոլորիդ չեմ անտեսում, շնորհակալ եմ ձեր ուշադրության, ջերմության, տված սիրո եւ լավ խոսքերի համար ու դրանից ելնելով, սիրելի հետևորդներ ջան, որոշեցի, որ առանձին մի 3-4 րոպեանոց տեսահոլովակ եմ արել ու այդ ձևով շնորհավորել ձեզ բոլորիդ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես որ ճիշտն ասեմ, իսկի մոռացել էի, որ ապրիլի 7-ը, որովհետև եթե մտքով խառն ես գնում, արդեն չես էլ հիշում, որտեղ ինչա կատարվում։ Իսկ ես մտքերովս շատ խառն էի, միտքս ամեն տեղ էր, բացի ապրիլի 7-ին։ Մի խոսքով, բայց շնորհակալ եմ, որ ինձ հիշացրիք, ես էլ դե ձեզ շնորհավորեցի։ Այսօր արթնացել եմ, շատ գրաֆիկս խառնա, խիտա, երեք իրիկունա եսիմ, թե քանիսներ բարբետներն իրանց գործն արել են, եկել են, այսօր էլ են ուշ գալու, բայց այն որ ասում առավոտից այսօր վաղ եմ արթնացել, հագել կապել, հիմա իմնա, ինձ շատ շուտվանից հետևողները, գիտեմ, ասելու են Անահիտ, բա դու սևը չէիր սիրում, բայց մի հատ նայեք էլի ժողովուրդ, ոնց է չէ սևը ինձ սազում, ես չեմ հագել ոչ մի անգամ սև, միշտ խուսափել եմ սևից, այս բլուզը ինձ նվիրել է իմ քույր Մանուշակը, գիտեք նվերներում ցույց եմ տվել, ու տեսեք, թե ինքը ինչքան շատ սիրուն է, մի տեսակ նենց դուրս եկավ, իսկ իմ հագի տապատը նոր եմ առել եմ, բայց չէի հագել, Երևանից էի առել, գիտեք, որ գնում եմ Երևան, միշտ էլ իմ գնումները նենց եմ դասավորում, սիրելի հետևորդներ ջան, որ ինչ պետք է անդեից առնեմ, ստեղից էլ իմ համար ոչինչ չառնեմ։ Քանի որ այսօր տեսա ինձ շատ են շնորհավորում եւ այլը ինքը կտորից դասական ոճի, շատ հարմար, շատ շնորհքով, շատ սիրուն տապատա, ինձ որ շատ դուր է գալիս ու իմ հագին շատ հարմարավետ է։ Դե դրանից այն կողմ էլ ինչա պետք, ոչ մի բան։ Մի խոսքով, ես իմ նվերն ինձ արել եմ, այո, մի ժամանակ կզարմանայի, կասեի դե տենց ոնց կլինի, բայց կյանքը սենց է թելադրել, գիտեմ, հասցում փառք ամուսինս, աղբերս, որ ուստեղ լնեին, հաստատ մի սիրուն ծաղկեբուկետ կառնեին, համ իմ համար, համ էլ մամայի համար, բայց քանի որ ոչ այստեղ, ոչ, նա մեր գլխի ճարը մենք ենք տեսնում, ձեզ էլ ցանկանում եմ միշտ սիրված ու գնահատված լինեք ձեր ընտանիքի, ձեր երեխաների, ձեր լավը ցանկացողների կողմից։ Ինչևէ, կրկին ու կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ը, սիրելի հետևորդներ, օրն ենքան պայծառ, դուր, պատուհան, սաղ բաց է, որովհետև գարուն է, իրոք այսօր գարնան անուշ օր է, ու ես սենց այս վիճակով ուզում եմ ռիսկ անեմ գնալ Երևան։ Գիտեմ, որ Երևան տաք առնելու, հլա նույնիսկ շոքել առնելու սրանով, բայց գնում ենք ժամը 11-ին, մեքենան պատվիրած է ու արագի մեջ ընդեղ պայմանավորվել ենք ժամը 2-ի համար, քանի որ թերապիայի ենք գնում, գիտեք տարին 2 անգամ գնում ենք թերապիաների, երբեմն վերականգնողաբանների հետ հանդիպումը ոչ թե պետք է առնեմ, այլև պարտադիր է առնեմ ու հիմա գիտեմ, մարդիկ կգնեն, որ կքննադատեն, այդ երեխեն ամեն տեղ գնաց, բացի դպրոցը, էսը, էնը,
Այնպես չի, որ մենք պետք է ու պետք չի, սիրելի հետևորդներ ջան, բացակայում ենք, ոչ, չկա նման բան, պետության սահմաններում, օրենքի սահմաններում, եթե բացակայում ենք, օրենքի սահմանում, ամեն ինչը թղթով, գրավոր, տեղը տեղին, որ ոչ մի հանգուցալուծում չլինի, ես իմ իրավունքները գիտեմ, դպրոցն էլ, եթե չգիտեմ էլ, տեղեկացնում է, հիմա այսօր մենք գնում ենք, ճիշտ է, նստելա իմ տղեն մի ժամ 10 ու արդեն պիտի գնանք, որովհետև ցանկացած հասկացող մարդ էլ չի քննադատի, կասի, որ այո, առողջությունը ամեն ինչից վեր է ու հենց որ գնում ենք, իրանք էլ գիտեն, չէ, որ մենք մարզից ենք, այդ պահին դպրոց չենք գնում ու մարդիկ օրվա բացակայի համար, եթե պետք է լինում, տեղեկանքը տալիս են։ Ոչ մի խնդիր, ոչ մի, չգիտես, թե եսին ինչ, ամեն ինչ, կարգով, շնորհքով, որը ոնց պետք է։ Մտածում էի, սուրճ խմեմ, թե չէ, այսքան ասենք, ես գնում եմ հեռախոսս դրել եմ լիցքավորման, մազերիցս կիսատ է մնացել, բան չի մնացել, բայց դե դա ծանր են մազերս, դրա համար չի պահում ֆենը։ Ես, սիրելի հետևորդներ, սովորություն չունեմ, որ ճանապարհին կոֆե խմեմ, ես իմ ինչքան պետք է տեղս նեղլնի, սենց կոպիտ ասած ճշմած վիճակ լինի, որ ես օրինակ ապարատից կոֆե կամ եթե ինչ շատ եմ ուզում, նստում եմ մի տեղ ու այդ ձևով եմ իմ սուրճը խմում։ Հիմա ժամը 2-ին պայմանավորված ենք, մի խոսքով մտածում եմ դալմայի մոտ կիջնենք, ոտի ճանապարհ 10 րոպեում հասնում ենք, պիտի որ Աստծո օրհնությունով ու օգնությունով այդ ամեն ինչը իրագործվի։ Ու նույն օրը հետ եմ գալու, քանի որ դե գնում ենք, ուզում եմ գնամ մի անգամից վերցնում եմ 2 կոշիկ, բայց միշտ էլ մեկը վերցրել եմ, մեկը պատվիրել, որովհետև մի անգամից չի եղել աչքս անընդհատ ճամփինա։ Ուզում եմ, քանի հասել եմ, գնամ համ դալմայի այդ տարածքը մենք, եթե մեզ շատ շուտվանից հետևում եք, գիտեք, որ այդ տարածքները եմ գնում, ու հետո արդեն կգնամ դեպի Կոմիտաս Ալեքսիս կոշիկների հետևից։ Սիրելի հետևորդներ ջան, ու Աստծուն փառք տաքսիները մինչև ժամը 7-ը, 8-ը, 9-ը, մանավանդ տեսադեպի համար 10-ը միշտ էլ կա, պիտի գանք, որ վաղը էլի նորից Ալեքսը կարանա գնա իրա դասին, երեխան ինքը իրան լավս կա։ Երեք մեծ սրտի թրթիռով ու բանով էր գնացել, մտածելով, որ վարչապետին նայելու է, տեսնելու է, Են էլ նեղված էր եկել, ասма չէ մամա, չտեսա։ Ալեքսը նայում է, թե տրանսպորտի մասին, թե այդ եթերները, երեխան սիրում է քաղաքականությունով զբաղվի, ես էլ չեմ արգել, որովհետև այդ էլ իր նախասիրությունն է։ Ճիշտը այն չի էլի, որ ինչը ես չեմ անում, ինքն էլ չանի, ոչ, ինքն էլ ունի իր բանը, պրինցիպը էլի սենց ասեմ։ Հիմա այսօր ուր ենք գնում դեպի Երևան, մտածում եմ այս շորերիս հետ, այս պայուսակս, նա ինչքան հարմար է, չէ, ու արտահայտ իջու սիրուն, սիրելի հետևորդներ ջան, ու անգամ ես մտածել էի, որ այս կանթը հանեմ, բայց շատ սխալ էի արել, որովհետև սիրելիներս, որ դուք եք, շատ պետք է կանա այս կանտը, տակ, ուր ես դու, ուր ես, որտեղ ես, մի հատ, ասկանա, այս կանը
Բոլա երևի թե։ Սա սենց տողանն է։ Հա, ստեղ չի հասնում ուրեմն։ Այս մասից մի քիչ կկտրեմ, որ անշնորհք չկախվի, կամ էլ այս սենց կանեմ։ Հետ կբերենք, ինչի՞, կտրեմ, որ։ Հապա, անդուրա, կտրելա պետք ուրեմ։ Մի խոսքով, շատ մանավանդ հարմար է, ինքը շոտ տարողունակ պայուսակա, գույնն էլ է տա, գիտեք, որ շատ սիրում եմ, ժողովուրդ իմ համար շատ անսովոր է, սև բլուզը, բայց քանի որ հետը սպիտակ էլ կա, արդեն իսկ հարմար է, այդ սևը նենց հետաքրքիր ձևով կոտրում է, էլ ասելու չի, այստեղ էլ այս տաբատս Երևանից է գնել, ասենք բարով Մաշես Անահիտ, գիտեմ ասելու եք, ես էլ կասեմ շնորհակալություն, ինքը շատ լավն է դասական ոճի ու շատ հարմար է, սիրելի հետևորդներ ջան, էլ չասեմ ես բլուզի մասին, մի անգամ ինձ տրամադրությունս բացեց, կոֆես խմեմ, ամեն ինչ արել եմ, սպասում եմ, այսա համ երեխեն կգա, համ կես ժամ դեռ ժամանակ ունեմ, դուս գանք, գնանք, հանդիպում ունենանք, վերականգնողաբանի հետ, քանի որ այս հաճկներս բաց ենք, փակենք նորից մեր թերապիաների վաղտնա, իհարկե, մի կուրսը այնպես ենք անում, որ ամառն լինի, գոնե դասերին չխանգարի, իսկ այն մյուսը գիտեք, որ միշտ էլ հունվարին է, բայց ամեն ինչը օրենքով, շարքով, կարգով, ոչ մի բանից չենք դուժում, փառքաստու օնլայնը կա, օնլայն պարապում ենք, դիմումը նորմալ գրում ենք, պլյուս դրան իրանք տալիս են եզրակացություն, որ այսքանից այսքան օր մենք եղել ենք իրանց վայրում, իրանց կացարանում, իրանց պարապմունքների ներքո, նույնը նաև ջերմուկի մասին, քանի որ ջերմուկ էլ միշտ գնում եմ հոկտեմբեր-նոյեմբերին, եթե նկատել եք։ Այդքան մի բան ցանկացած խելացի ու գրագետ մարդու համար պիտի որ առաջնային տեղը լինի առողջությունը, իհարկե կրթությունն էլ է շատ կարևոր, բայց առողջությունը առաջնահերթ է, սիրելի հետևորդներ ջան։ Ու քանի որ Ալեքսի կոշիկներից ստեղ չի լինում, դժվար եմ ճարում, շատ սենց պրոբլեմ օրթոպեդիկ կոշիկներ է ինքը հագնում, ես ասել եմ, չեմ թաքցնում, բանաձոր կարա լինի, բայց ես արդեն տեսեք այսօր գնում ես խոսքի վերականգնողաբանի մոտ, մի քանի կիլոմետր են կողմ արդեն կոշիկների տեղն է, ես արդեն սովորել եմ, որ գնամ Երևան։ Կոֆես խմեցի, վեր կենամ, հավաքվեմ, մի շրտներ, լտեսնեմ ակնոցս կա, չկա, ակնոց կա, տոտրակ կա, դրամապանը, կանձեռոցիկ, էտ է էլի, Սարյադышնիկս էլ կդնեմ ու կգնամ, գնացինք, կհանդիպենք երևի թե ճանապարհին, բոլորիս լավ օր։ Մենք դուրս ենք եկել, գնանք որ ստեից նստենք, հարցրեցի ժակետ, որ չմրսենք։
Դալմայի մոտ, անցել, ու այսենց, շատ արյալով չան, շատերիդ ծանոտ կլնի, շատ անգամ եմ սենց գնացել, գնանք մեր գործերով, ինչքան շատ են առաջ գնացել, մենք դեռ քայլում ենք, հա Ալեքս, այս մեկով գնանք, մեկով չենք գնալու մենք Ալեքս, հաուտ ենք գնա, տաքսի եմ կանցելու, տաքսով ենք գնալու, ինչի չես սիրում ավտոբուսով, տաքսով գնանք, որ չուշանանք, որ կարողանանք այսօր էլի հետ գանք, Երևան էլ ատակ, լավն է, ծառերը ծաղկած սիրում, շատ լավն է, այն սիրելի հետևորդներ կան, գործերներս վերջացրեցինք, ուրեմն ստեղից էլ պիտի գնամ Կոմիտաս ու որպեսզի ժամանակ շահեմ, ուզում էի տաքսի պատվիրեմ, որ լույսով տուն հասնենք, սաղատ սենց ուշ չընկնի էլի, որովհետև քաղաքում երթևեկել է, լավ գիտենք ինչա, են էլ այս պիկ ժամին, տաքսուկինը ես չգիտեմ ես ուրա հասնի, դե ամեն ինչն ատ հանգացել, մենք չի, են էլ մարդիկ են, իրանք էլ տենց են, իրանց գումարը վաստակում, բայց ամենայն դեպս լավ թանգա է, ու ինչ ենք անում, նորից գնում եմ Դալմա, փորձեմ տրանսպորտից օգտվեմ, ուրիշ տարբերակ չունենք, ես էլ եմ ուզում բարանորդներին ասել, ու շատ երիտասարդները նման տրանսպորտի քարտը կհանի ու կտա ինձ, ես մաման եմ սիրում տրանսպորտից օգտվել, ինձ կնկա ես ինձ տրանսպորտի մեջ, որ ես քո հետ նկարում եմ, հեմի գնանք գանգար, քանի սաղ չեն նեցվել էլի, մաստեղած խծկված չնեցվել, ստեղում բախտը բերեց, Ալեքսի, հետ չէի ուզում էի տաքսով գնանք, հետի պես մի ժամ կշահեի, որ ճիշտն ասեմ, ստեից չեմ էլ հասկանում, որով պիտի գնանք Կոմիտաս, ես կհարցնեմ, բայց են որ 258-ը հստակ գիտեմ գնում է, ուրա գնում, ավտոկայանա գնում, եթե 27 հանցնի, սենց, 27-ն է կարամ նստեմ, էտ էլ Մաշտոցի պողոտայա գնում, ընդեից էլ կարամ գնամ, մի խոսքով, շատ գեղեցիկ ես ման, հա, դու եմ մնայի 27-ով գնամ Կոմիտաս, բայց ես եմ ուզում վարորդին հարցնեմ, բայց դու չհարցնես էլ ես ինք շարցնեմ, ես կհարցնեմ, բա, ես կհատիկեմ, այս քան գնալը չէի ուզում, ես քան էլ Կոմիտաս, ես քան էլ հետ գալ կանգար, բայ ես իմ երբ տուն հասնենք չգիտենք, բայց նորից եմ ասում, առաջինը մարդու առողջությունն է, իմ համար, իմ մտածելակերպով, սիրելի հետևորդներ ջան, գնացինք, ինչ լավ է, ես կրճատ ճամփեքի տեղներ իդեմ, կյանքն է սովորացնում, որ չկորես էլի, պայքար ես, Այդա։ Իմ շատ երիտասարդն եմ, ես մաման գնականության կանգար։ Ամիրյանց ենք գնում էլ չասես։ Հա, ես ասում եմ ասում։ Նրա ուսում ես եմ ասում։
Եմ ուշացրել բանալներ կհանդրեն կապ։ Են դալմանա, գնում ենք դալմայի տանգա։ Գնանք, մամա, գնանք դալմայի կաղ, այ քանի սա ժողովուրդը 22-ի մեջ չեն գեցվել։ Որ գեցվել է չեն կաղ։ Խծպուզարը Գնացինք։ գնում ենք հան։ Ահա, վերջը Ալեքսի սվտով եղավ, դալմայից մեկով եկանք Մաշկովցի փողոքա։ Ստեից հեստ կգնանք Կոմիտաս։ Երևանը տախ ալավա, դեռ մի բան էլ շոք ա։ Ես էստի ենք էտ հարկովի։ Շատ իրոք կաչ։ Սպասենք տենանք ինչ ա կատարվում։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան 47 րոպեը եկել ենք հասել Կոմիտաս, որի 20 րոպեն բարեկամությունից ենք բարձրացել, պատկերացնում եք 4-րդ կանգառում եմ ես իջնում ու այդքան եկել ենք գնանք տեն արի շուշուտ քանի մեր ճամփերն Ալեքս բանա Այդ լավ է 47 մեզ չմնացել։ Մեկ քիչ է հարովն է ջղային ծածյալ Ուշացրել բաժարանը դուք չեք պատկերացնի 47-ի մեջ ինչ է կատարվում։ Բարոներ ասում առաջ գնացել։ Էլ ինչ է կատարվում։ տեսախցիկ է շրջան արի ես իմ ամենասիրելի արի ես մայթով գնանք տարածքն է մենք քայլում ենք ենք Կոմիտասին մենք այս մի մայթում ենք որովհետև մեր հա տես տեն սիրում բանից կա գնանք գները Ալեքս Բերետ գնա, խանութների Երբ որ զոնդ էին անում, ես լացում եք Արի Ալեքս Սենց խանտեղերից պարտադիր կտրոններս վերցնում են մի հատ էր ստուգում ձեր հետ միասին ու նոր արդեն մենք վայել ենք մեր պաղպաղակը տեսեք ծառերն ինձ սիրուն ծաղկել են Ay vay. Gına
Ալեքսան մենք մի կերպ վերջացրեցինք մեր գործերը սպասի չգնաս ահա պատվերն էլ արեցինք ու մի հատ վատ դրության մեջ ընկանք մի հատ բռնի հա Ալեքս ընկանք ամենավերջի տաքսու ումուդը ասած մեր լորեցիներին ես մտածում եի գոնե 7-ին կհասցնենք այն էլ ինչ 7 այս պայն արդեն ժամը 5:30 առավոտից ես մի բաժակ սուրճ եմ խմել Ալեքսս մի բանանա կերել ու վсё մեր կարևոր գործերով, որ շատ կարևոր էին, շատ հիմա քանի որ այս պարոնը ինձանից լավ գիտի ստե ինչ կա ասում մամա ես ուզում եմ, որ սուշի ուտեմ դե ուզում ես կեր ինչ ասեմ տեսնենք ես էլ ինչ եմ ընտրում ու քանի որ ժամանակը կհերիքի հասնելու եմ բարեկամության մետրո երևի ճիշտ եմ Ռասիա ընդերից արդեն հեշտ է այդ տենց ենք անելու միած տենայք դուք տեսեք թե այս ինչ էրա կատարել այս ինչ էր ուզում է պրոպկեն 3-ին է շատ ուզում է 5-ին, ուզում է 6-ին ինձ թվում է այս կոմիտաս միշտ պրոպկա կա միշտ խցանումը կա ու կա գնանք տաշիր որ մի բաժակ կոֆե եմ ուզում այդ հաստատ է ու տենանք ծերի հետով ինչ ենք ընտրում ուտելու մեկտեր հաց տենք զուտ Ալեքսի եղած չեղածնա իրացարին մեջին իմ ժակետը ու սենց ստե գենացվալ էլ կա բայց Ալեքսը տաշիր սուշի է ուզում այս Grand Candy տաշիր գնա խաս Նստի նկարես չէ ես ամոտեն պասվեց սուշին պակվել է չունեն սուշի տնանք ինչ ենք ընտրում նստեն նորույթ ունեն չորիզո տեսնենք ես ինչա արջակը 1500 երևի թե սա պատվիրենք Ալեքսս ցեզեր է ուզում ու քրի հա այս ֆորիտ վայց սպասի այս ֆորիտ կամ պատվիրեն կամ ես սրանից ես ֆորի հավիթևի բուրգերը բանով
ու բերեմ թող ուտեմ մի հատ ու համ մի հատ տենամ։ Հա, մեկ էս սպասի հետր ասեմ։ Ձեզ սարատ, ինչ ավնակ։ Ձեզ սարատ, հավի թևիկը, բուրգերը, այս դրանից կուտեմ, ու մեկ է իրանց ասում ես այս ձևի ֆրի բերեն, ու մեկ է ֆրին ասում ես սկեչուբ է բերեն, չմորանաս հա։ Սրանց մեջ ինչ հա, այս նորույթի մեջ։ Պինչա բաները և երշիկն։ Իսկ ես լոշիկը։ Դե պիցայի բարակ կմորա։ Պատվերներն արել ենք, սպասում ենք, որ բերեն։ Սրտովը տա։ Հա, սրտովս է ստաշիր պիցա, մենք մի անգամ երկեր։ Շատ էլ թե չկա սուշի, Ոչինչ կապվերա, արկան մյուս անգամ երևում գետան սուշի ռեստորան, ու դու որ ինձ մի անգամ տարերի, այդ սուշի այդ ռեստորանը։ Սուշի զեն, որ կան մյուս անգամ երևան գգնակ սուշի զեն։ Նրա համար եմ քեզ ասում, թե չէ փակվերա։ Դրսում այս է, համես։ Սիրելի հետևորդները կասենք, որ չեն զրախցանում ամենտեղ տարբերակ չէ, թե համով, թե մատուցման ձևով, թե տեսքով, ճիշտ է բաղադրիչները նույնն է, բայց տարբեր է։ Տեսքը ոնց որ քարն է։ Այստեղ բերել են նաև խրթխրթան ֆրի, կետչուպ, այստեղ բերել են այն բեր, ստետիր ասճան։ Հիմա ես են կոմտար, ապսետ են կոմտար, բիր բուրգերը։ Ասիք չի սպեք։ Ասել մեր ապրիլի 7-ը սիրելի հետևորդներ։ Մաման ողջ։ Յուշացրելի բաժարներ ու տերիկները կերանք, նագետը կերանք, ցիցի սաղատը կերանք։ Կամաց գնահատը։ Գմի գնում ենք ամինյանը կանգած։ Չէ, կոմիտասն ենք հնյալ Գմի եք։ գնում ենք կոմիտաս, ինձյան 47-ը նստենք ու գնանք ավտոկայան։ Երբ կհանդիպենք 47-ի մեզ յուշացրելի բաժարներ։ Գամուդենք շատ շուտով, պակա։ Սրտելա, լավ էր շակետներ կալա։ Ալեքսի համար եմ, որ չեմ անհանգստանա։ Բայց այ հմի արդեն սրտոտ է։ Յաջակետ հակնեմ էսա ու գնացին ծառերը ծաղկած պարքին գարուն է Երևան, բայց հոգնել եմ զոխիլ խացավուն է գնացինք հայ իրանք հսկում են էլի խամակ մարալեք ջան տրանսպորտային երթևեկությունը հսկում են օխ ծաղիկների հոտերը կապ ծաղիկների հոտերը այնվար քամին բերեց սիրելի հետևածներս այդ սիրուն են ասեք ինչքան սիրուն են չքնաղ են
որ ոնց նայես, չես էլ ուզում անցնես։ Հետո նայեք։ Այնպիսի ժամն է։ Բայց կգնանք էսա մի բանով։ Չենք մնա։ Ու առավոտից այս կոշիկներից մեջ եմ։ Զգում եմ, որ ոտքերս են չի։ Всё, եկանք կանգալ։ Գնալու ենք բարեկամության մեջ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, որքան գանք ու Երևան 24-ից ենք, դա անհնար երևույթ է։ Այս պահին 24-ի մեջ ենք, COVID-19 չենք, քանի որ ժամանակում ենք, նորագողովանով պտտվեցինք, գնանք բարեկամություն մետրո, որ ընդեղ մեր տաքսիները ընդերից են նստում, համարյա մի ժամ ունենք ժամանակ, այդքան աղոտ չես կանգնի, գոնե պտտվենք, Ալեքսիս իրաց բոսն է, տրանսպորտ ընգնել է, ու հիմա 24-ի մեջ ենք, ահա 15 րոպե ժամանակ ունենք, բայց մենք արդեն տարածքում ենք, սա անցն է, ասում եմ անհնար է, ինչքան որ գանք Երևան, 24-ից չօգտվենք, չկա նման բան, սիրելի հետևորդներ ջան, հիմա էսա անցումը գտնեմ, անցնենք, կարևորը դեռ 15 րոպե ունենք, հանգիստ եմ, Սրտեն այս տարածքն ենք մեր մեքենաները բարեկամության մետրոյից են գնում հա, հեսա Ալեքս հա Սա հասկանանք, նա բարեկամություն, հասկանանք ոնց մայթը անցնենք, վсё, իջնել է հեստա։ Ստե հարցնում եմ չեմ ամաչում, որովհետև չգիտեմ ոնց գնամ Ռոբերտոյի դեմի մայթը ու ասմա ձախ։ Յատ անցնենք երկրորդ ձախ։ Տենանք էսա։ Իմ ամենասիրած անցումն ասած, սա շատ լավ տեսական կա։ Ինքը ես պետք անցնենք, այստեղ էլի հարցնենք։ Կներեք, ոնց գնամ Ռոբերտոյի դեմի մայթը։ Չգիտեք։ Սեն։ Լավ, էսա հարցնենք։ Ահա, փաստորեն ինձ ճիշտ էին ասա։
Այստեղ չենք մտնում ներսից։ Որովհետև եղել է, որ լսել եմ գնացելու շփոթվել։ Դրա համար կրկնակի եմ հարցնում։ Հեսա պենանք։ Ահա, բայր աստված, լավ էր դուրս եկանք ճիշտ, ուրա, շատ լավ էր, մի գնանք, խնդրենք մեր մեքենան, օրը լավ, երկար էլ է, 8-10 սապակաս, հա, Հավաստատյա մեքենան ճամփում։ հա, բա, այս բարեկամության կանգառն է, էլի Ալեքս։ Արի գնա շուշուտ։ Ես մանկած տեսքով։ Հա։ Պետք է գտնենք մեքենան։ Այս բան իջանք, բան չմնաց, հայ, ես ահաց։ Եկա չէ, այստեղից են գնում, այս տաքսիները, այսա գտանք։ Ապրես։ Միտեղ բենզին ենք լցնում, միտեղ գազ ենք լցնում։ Ալեքս։ Ոյ, սենքսիլով երեկոյա։ Ոյ, վայ։ Սաղ օրը ճամփեք։ Եկել ենք հասել մեր տուն։ Իհարկե։ Բան չէ, դու ասա։ Չէ, թողել էի, որ գալ տեն գործ անեն։ Թողել էի, որ գան գործ անեն։ Բաց հիմա բաց դու մտնում ցուրտ։ Էն էլ բան չեր եղել, մեր ուզած բանից չեր եղել, չէին եկել, էլի։